Աննան գրառում արել, նորա չի արել Մարիամ էս գրառումը։ Գրառում արել, գրել է ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտեք Աննա Հակոբյան։ Հիմա տեսեք, Աննա Հակոբյանի մասին շատ չէ խոսում, այլևի Աննան է կլսի, որովհետև ասում են նրանց ում որ ձերբակալում են, ով ինչքան պիտի նստի, չնստի, բոլոր հրահանգները ասում են տալիս է Աննան։ Խնդիր ունի, օրինակ Ալենի եղբոր կնոջը որ նստացրեցին, չէ, էլի պայմանավորացել, ինչ որ բան է խոսել, իրեն դուր չեկի, ասել տարեք կալանավորի կամ չգիտեմ ես ինչ, ինքը մի հատ սենց վախենալու համակարգ է ստեղծել, ինքը հետ դեմքն է։ Եվ ինքը բան է արել, այդպիսի կանայք եղել են, Մաո Ցեդունի կինն էլ այդպիսին եղել, Ռումինիայի նախագահի կինն էլ է, բայց շատ ծանր ճակատագրերի էլի իրանք արժանացել կան, այդպիսի բան ակտիվ կանայք կան։ Հիմա բանը ասում է բոյկոտեք, մամուլում բազմիցս գրվել է, որ 888 սուպերմարկետինգների ցանցը իրենն է, ինչ որ մեկն է անում, բայց իրականում Կրիշան, այսինքն իր հովանուտակ է, մամուլում ինչպես դուք եք ասում։ Եվ ինչ են անում, գրում են, ես ինչ տեղ ասում են, այսքան գին ենք տալիս, սա տալիս եք, չէ, մի անգամից բան անում, հարկային տերորայլում, չգիտեմ ինչ արում։ Հիմա օրինակ Աննա, մենք կարող ենք ասել, բոլորդ, քանի որ քո անվան հետ է կապված, սիրելի հայրենակիցներ, բոյկոտեք 888 սուպերմարկետինգների ցանց, մի օգտվեք, բոյկոտեք, մի արեք։ Կարող ենք այդպես ասել։ Ես սենց ձևակերպեմ։ Ես չեմ կարող հիմա ես չունեմ պես փաստը։ Ես մի բան կարող եմ ասեմ, տեսեք, բայց մի հատ հետաքրքիր բան ասեմ ձեզ։ Տեսեք, եթե դուք հիշում եք, այս իշխանությունները փորձում են, փաստացի մինչ հիմա փորձում են։ Մի հատ օրենսդրական նախաձեռնությունով հանդես գան, որտեղ եթե ինչ-որ վեճ կա բիզնեսի մեջ, եթե 10 միլիոն դրամից անցնում է այդ վեճի թիվը, ապա այդ բիզնեսմենին պետք է կանոնավորեն եւ թույլ չտան, որ ինքը ազատության մեջ մնա։ Հասկանում եք, չէ՞։ Սա բայց շատ հետաքրքիր բան է։ Այսինքն այս իշխանությունը ինքը փորձում է վախի մտնոլորտ մտցնել բիզնեսի մեջ, որպեսզի բիզնեսը հանգարց որևէ մեկը չմտնի քաղաքականության մեջ։ Այն մտնոլորտը որ կա եկեղեցու հետ կապված, այն մտնոլորտը որ կա հանրային գործիչների հետ կապված, քաղաքական դաշտ հետ կապված, ինքը փորձում է այդ նույն բանը անել բիզնեսի մեջ։ Եթե դուք նկատեք ժողովուրդ, փաստացի այս մարդը բիզնեսի դաշտը փաստացի այնց վախի մտնոլորտի մեջ համացրել, որ նույնիսկ եթե մարդը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց եթե ինչ-որ վեճ ունի, ասենք, չգիտեմ, հարկային հետ 10 միլիոն դրամից ավել անցնում այդ վեճի խնդիրը, ապա իրանք ուզում էին համենայնպես այդ բանը մտցնեն, հիմա չեն կարող անում, որտեվ դժգոհությունը շատ մեծ է, իրանք նաև այդ դժգոհությունից են վախենում, բայց եթե երազանքը կյանքի, եթե Նիկոլ Փաշինյանի երազանքը կյանքի կոչվել, ապա ինքը կուզենար, որ այդպիսի համակարգ այս մարդը իրականում խորը գավառական անձնավորություն է, իր տեսակով ինքը Ստալինից կամ Բերիայից կամ ոնց ասեմ ոչինչով չի տարբերվում, իր մտածողությամբ։ Ինքը ոչ մի առաջադեմ, լիբերալ արժեքներից հեռու անձնավորություն է, իրան պարզապես արևմտյան այդ սրիկաները, որոնք անունը դրել են լիբերալ արժեքներ, Մակրոնները, Մերցերը, Ստարմերները, այդ սրիկաները, որոնք փաստացի ուկրաինական ժողովրդին զոհաբերեցին եւ ոչնչացնում են ժողովրդին։ Հիմա նույն բանը անում են նաեւ մեր հետ։ Պարզապես այս մարդը իրանց մարդն է եւ ըստ էության ինքը հնուհլզանտ կատարում է իրանց ծրագրերը, դա համար իրան փաթեթարել են որպես դեմոկրատ։ Ինքը ոչ մի կապ չունի դեմոկրատական արժեքների հետ, լիբերալ արժեքների հետ։ Սա խորը գավառական անձնավորություն է։ Ինչ է անում լրատվամիջոցների հետ։ Ուրեմն 10 գովազդ 2 օրվա մեջ մեզ կոնկրետ հայլուց անհայտացավ։ Ինչու՞։ Կոնկրետ հանձնարարել է, պարզա չէ, որ առանց սրա ոչ մի բան չի լինի։ Կոնկրետ հանձնարարել է, որ չէ, որ դուք ասում եք գործարանները խնդիր ունեն, պարզ է, չէ, հասկանում են։ Եթե իրենց ասած է, հիմա մի կողմից սա է անում, մի կողմից իր մեծագլուխը ասում է, մենք պետք է ճշտենք ձեր ֆինանսական, դեղից մի հատ այդպես է ճնշում։ Մի հատ էլ ասում է սա կանեմ, հետո էլ ասում է, մեր ժամանակ խոսքի ազատությունը, չգիտեմ եսի ինչ է, մի հատ էլ եկեք մի հատ այդ ֆինանսական աղբյուրները եւ ով է ասում, Նիկոլ Փաշինյանը, որ ինքը Միքայել Մինասյանը այդ մեկը խոստովանեց, բայց դուք Հայաստանում կգտնեք մի պաշտոնյա, մի օլիգարխ, որ առանձնազրույցներում չասի, որ ես անվերջ Նիկոլին փող եմ տվել։ Կար այդպիսի մեկը, այնքան տերոր կաներ, այնքան շանտաժ կաներ, այնքան կգրեր, որ միջև փող կփոկեր, բայց տեսեք ինքը չի հանդուրժում, որ մի հատ խոսքի ազատություն լինի, մի լրատվամիջոց գովազդներ ունենա, կարողանա շնչել, չէ, չի հանդուրժում։ Խեղտեմ բոլորիդ ասում եք ոչնչացնեմ, որտեղ ամբողջ Եվրոպան իր այլանդակ արժեքներով իր կողքն է, այլանդակված Եվրոպան։ Մենք երբեմն որ խոսում ենք, ասում են, հա, բա դու եվրոպական կրթությունը գնահատում ես, իհարկե գնահատում եմ, եվրոպական իհարկե գնահատում եմ։ Ես ասում եմ այսօր պատանդի կարգավիճակում գտնվող եվրոպական արժեքների